Հանրամատչելի աստվածաբանություն խորագրի ներքո քրիստոսաբանություն առարկայի 4-րդ դասը։ 4-րդ դասը բավականին հետաքրքիր դաս է, կարող եմ ասեմ մյուս դասերի համեմատ թեթև դաս, բայց կարևոր։ Վերնագիրը հետևյալն է՝ Քրիստոսի ընկալումը, ինչպես են Քրիստոսին ընկալում այլ կրոններում։ Հիմա անդրադառնալու ենք դրան, ինչպես են Քրիստոսին ընկալում այլ կրոններում։ Մենք անդրադարձանք առաջին դասին այն կարևորությանը, որ կա աստվածաշնչյան Քրիստոսին ճանաչելու համար։ Այս հարցը շատ կարևոր է, որպեսզի մենք, գիտեք, հայերը լինելով այսպես քրիստոնյա ժողովուրդ, բոլորն էլ Քրիստոսի մասին ինչ-որ պատկերացում ունեն։ Բայց կարևոր է, որպեսզի այդ պատկերացումը լինի աստվածաշնչի, քրիստոնեության սուրբ գրքի փոխանցած կարևորությունը։ Սրա մասին խոսել ենք առաջին դասի ընթացքում, երկրորդի ժամանակ անդրադարձել ենք Քրիստոսի աստվածությանը, որ նա Աստված է, որ մարմին հագավ եւ բնակվեց մեր մեջ։ Երրորդ դասին խոսել ենք նրա մարդեղության մասին, որ երկրի վրա քայլող մարդը, որ Աստված էր, որ մարմին էր հագել, ինքը 100% Աստված ու 100% մարդ էր, բայց որպես մեզ օրինակ, որպես աստվածապաշտ կյանքի օրինակ, այն ամենը ինչ արեց, որ մեզ օրինակ եղավ, չարեց որպես Աստված, այլ որպես մարդ։ Հիշում եք իր օրինակ, ինչու եմ սրան անդրադառնում, որովհետև սխալ էր հասկացվել նախորդ դասը, մեր ունկնդիրներից մեկը գրել էր, որ համաձայն չեմ նրա հետ, որ ինքը մարդ է, եւ ես հասկացա, որ այդպես սխալ պատկերացում է եղել, թե ես մերժում եմ իր Աստված լինել, այսինքն եթե լսեր նախորդ դասը, ամբողջովին Աստված լինելու մասին էր, եւ քրիստոնեական ճշմարիտ վարդապետությունը ասում է, որ Քրիստոս եւ մարդ եւ Աստված 100%-անոց։ Ինքը որ խաչի վրա տառապում էր, չէր տառապում, այսինքն այս մարմնի ինքը որպես Աստված, օրինակ ասեմ, կարար անջատեր իր ցավի զգայարանները, բայց ինքը չէր անջատում։ Հիշում եք իր աստվածային իշխանության մասին խոսեց, ասեց 12 գունդ հրեշտակ կանգնած են իմ մի խոսքին են սպասում։ Ես ասեմ ու իրանք այս վայրը ամբողջովին կոչնչացնեն, բայց ինքը չօգտագործեց իր աստվածային իշխանությունը։ Օրինակ կար աստվածային իշխանության օգտագործման տեղ, երբ որ Նաթանայելի հետ խոսում էր, ասում էր դու որ թզենու տակ էիր, ես այնտեղ տեսնում էի դու ինչ ես խոսում եւ նաեւ գիտեի ինչ ես մտածում, այսինքն տեսնում էի քեզ, որ դու թզենու տակ կանգնած էիր, սա միայն Աստված կարա լինի ամենուրեք, ինքը թզենու տակ չէր, ինքը իր աշակերտների հետ էր, բայց իր աստվածային որակները նաեւ դրսևորվում էր, որպես Աստված էր ինքը հանդես գալիս, բայց մեզ որպես օրինակ, որտեղ շատերը ասում են, դե այդ Քրիստոսն էր, Աստված էր, դրա համար կարողացավ այս կյանքով ապրել, մեզանից ինչ է պահանջում, մենք մարդ ենք։ Այս սրա համար, որպեսզի մարդը չկարողանա ասի նա որպես Աստված արեց այս ամենը, Աստվածաշունչը մեզ ասում է, որ որպես մարդ արեց։ Մենք էլ կարող ենք, ինչպես ինքը Սուրբ Հոգով զորացած արեց, այնպես մենք Սուրբ Հոգով զորացած կարող ենք անել։ Տիրոջ շնորհքը գրված է նրա վրա էր, Տիրոջ շնորհքը կարա մեր վրա լինի։ Լավ, այսքանը նախորդ դասերից, հիմա գանք այսօրվա դասին, Քրիստոսի ընկալումը այլ կրոններում, ինչպես են այլ կրոններում ընկալում Քրիստոսին։ Ինչու է սա կարևոր, անդրադառնալու ենք հիմնական կրոններին, տարածված կրոններին, բոլորին չենք անդրադառնա, հինդուիզմին, բուդդիզմին, իսլամին եւ հուդայականությանը։ Ասեմ, որ այս կրոնները իրենք այսօր բավականին շեշտադրություն ունեն տարածվելու վրա։ Եվ նաեւ այն քրիստոնեական ճակերտավոր միջավայրերում, որտեղ կենթանի հավատք չկա, քրիստոնեությունը զուտ մշակութային է, շատ հաճախ մուտք են գործում։ Ես իհարկե 1980-ականներից ծանոթ եմ, թե ինչպես է հինդուիզմը մուտք գործել Հայաստան, կրիշնայական շարժման միջոցով, շատ լավ իմ մաշկի վրա գիտեմ
թե ինչպես է բուդդիզմը մոտ գործել Հայաստան, որովհետև 7 տարի մինչև ապաշխարելս ուսումնասիրել եմ բուդդիզմը եւ տարբեր յոգաներ, շատ զարմացա վերջերս, որ հուդայականությունը մուտք է գործում եւ շատ քրիստոնյաներ տարվում են հուդայական ռաբիների ուսուցումներով, այն մարդկանց ուսուցումներով, ովքեր որ մերժում են Քրիստոսին, եւ ուղղակի շատ գեղեցիկ կերպով 5 կտակարանը մատուցում են եւ մարդիկ, քրիստոնյա մարդիկ թողնում են իրենց քրիստոնեությունը եւ գնում են ու այսպես չեն ասում մենք մերժում ենք Քրիստոսին, բայց ընդունում են ռաբիների ուսուցումը, սա մոդայիկ է դարձել։ Եվ շատ զարմացա, երբ որ լուրեր եկան ինձ եւ մարդիկ ասում են, որ շատ հայեր տարվում են իսլամով։ Ձեզ սա տարօրինակ կթվա, բայց այս վտանգը կա հատկապես ոչ Հայաստանում, դրսում ապրող, հիմնականում Ռուսաստանում եւ Եվրոպայում ապրող այդպիսի օրինակներ կան, որոնք տարվում են իսլամով եւ չունենալով ամուր հիմք ու գիտելիք, այսպես հրապուրվում են իսլամի օրինակ կարգապահությամբ, որը կա, օրինակ աղոթքի կարգապահությունը, ազնվությունը, որը չեք կարող մերժել, կա մարդիկ, քանի որ այնտեղ փրկությունը կշեռքով է բարի եւ չար գործերի, շատ ուժեղ շեշտադրություն կա, որ հնարավորինս քիչ մեղքեր գործեն եւ մարդիկ հրապուրվում են ու գրավիչ է դառնում իսլամը, քանի որ չունեն ամուր քրիստոնեական հիմք։ Դրա համար այսօրվա դասը Քրիստոսի ընկալում այլ կրոններում կփորձենք հասկանալ, ընդ որում ուզում եմ սկսել Աստվածաշնչի ընթերցանությամբ 2 Տիմոթեոս 4 գլխից, 2 Տիմոթեոս 4 գլուխ 3 եւ 4 խոսքերը Պողոս առաքյալը Տիմոթեոսին զգուշացնում է, որ կգա ժամանակ, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի։ Այն վարդապետությունը, որը ճշմարիտ է, մարդիկ չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող, իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն, նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով կմոլորվեն։ Եվ սա է տեղի ունենում։ Որն է ճշմարտությունը։ Գործք առաքելոց 4:12-ում կարդում ենք ճշմարտությունը։ Գործք առաքելոց 4 գլխի 12-րդ խոսքում գրված է. «Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել»։ Պետրոս առաքյալի եւ Հովհաննես առաքյալի միջոցով Աստված բժշկություն էր արել եւ հրեաները նրանց հարցնում էին. «Ում անունով եղավ, ինչ իշխանությամբ արեցիք»։ Եվ նրանց պատասխանը սա էր. «Չկա ուրիշ անուն»։ Ինչ անուն գիտեք, ում գիտեք, միայն Քրիստոսով է փրկությունը։ Ուրիշ մեկով փրկություն չկա։ Սա է ճշմարտությունը։ Ես ուզում եմ բոլորս հստակ հասկանանք, որ թեև այլ կրոններում խոսում են Քրիստոսի մասին, այս թվարկված բոլոր հիմնական կրոնները, սրանք համաշխարհային կրոններ են, բոլորն էլ Քրիստոսին ընդունում են։ Զարմանալի է սա։ Իրանք իրար մեջ շատ տարբեր են։ Մուսուլմանությունը չի ընդունում հինդուիզմը, հինդուիզմը չի ընդունում հուդայականությունը, հուդայականությունը ընդհանրապես ոչ մեկին չի ընդունում։ Բայց իրենք բոլորը Քրիստոսին այս կամ այն կերպ ընդունում են։ Հիմա պիտի հասկանանք ինչ կերպ են ընդունում, այսօրվա դասը քրիստոսաբանության, սա որ հասկանանք ինչ կերպ են ընդունում, հասկանանք ու մեր ականջը չտանք առասպելներին, որովհետև շատ գեղեցիկ առասպելներ կան։ 2 Կորինթացիս 11-րդ գլխում 2 Կորինթացիս 11-րդ գլխում Պողոս առաքյալը 3-4 խոսքերում հետևյալն է մեզ ասում. «Բայց վախենում եմ, որ ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային խաբեց, այնպես էլ ձեր միտքն ապականվի Քրիստոսի հանդեպ ունեցած միամտությունից, պարզությունից»։ Այս խոսքը բոլորս գիտենք, բայց հաջորդ խոսքը ինչի մասին է, ինչ է վախենում։
Պողոս առաքյալը։ Հաջորդ խոսքը բացատրում է, որովհետև եթե մեկը գա եւ ուրիշ Հիսուս քարոզի, որին մենք չքարոզեցին, կամ ուրիշ հոգի ընդունեք, որ չեք ստացել, կամ ձեր ընդունածից տարբեր ավետարան, նրան հաճույքով կընդունեք։ Վախենում եմ, որ դուք ուրիշ Քրիստոսի հավատաք։ Մեր հաջորդ դասը լինելու է քրիստոնեության կամ պսևդոքրիստոնեական ուղղությունների, այսինքն պսևդոքրիստոնեական ինչ է նշանակում, քրիստոնեական անվան տակ ներկայացող, օրինակ վկաները կամ մորմոնները, իրենց քրիստոնեական չի կարելի կոչել, բայց իրենք քրիստոնեության անվան տակ են ներկայանում։ Այս շեղումներին ենք անդրադառնալու։ Թե այլ կրոնները, թե այս ճակերտավոր քրիստոնեական շեղումները իրենք ուրիշ Քրիստոս են ներկայացնում։ Եվ մենք, եթե ուրիշ Քրիստոս, ուրեմն ուրիշ ավետարան, ուրիշ հոգի։ Եվ մենք պիտի ուշադիր լինենք, որ այս գրվածը հասկանանք, մեր ականջը չտանք առասպելների։ Եվ ասում է, ինչպես օձը Եվային խաբեց, վախենում եմ, որ ձեր միտքը Քրիստոսի հանդեպ այդ պարզ ընկալելի ճշմարտություններից շեղվի, որովհետև գիտեք, այդ ամենը գեղեցիկ փաթեթավորման բան ներկայացվում։ Եթե քրիստոնեությունը նեղ ճանապարհ է, նեղ ճանապարհ։ Դժվար է, Տեր Հիսուսը ասում էր, դուռը նեղ է։ Շատերն են կանգնում այս ճանապարհի վրա, բայց քչերն են կարողանում առաջ գնալ, որովհետև Աստված պահանջներ ունի մարդուց։ Փրկությունը ձրի է, բայց Քրիստոսի աշակերտ լինելը, հավատարիմ մնալը Քրիստոսին գին է պահանջում։ Ինքը ձրի շնորհում է փրկությունը, ձրի, որովհետև ինքը վճարել է դրա համար, բայց դու որպեսզի ապրես քրիստոնյայի կյանքով, այն Հիսուսը, որին ներկայացնում Աստվածաշունչը, քեզանից պահանջներ ունի։ Այնց գալիս է պահանջների պահը, այսինքն տես, մենք ինչ ենք ասում ենք Քրիստոսին Տեր եւ Փրկիչ ընդունելը։ Բոլոր մարդիկ հաճույքով կընդունեն իրան որպես Փրկիչ, բայց հենց ասում ենք Տեր, Տերը քեզանից պահանջներ ունի, ասում է, եթե ես Տեր եմ, Ղուկաս 6:46-ը Տեր Հիսուսն ասում է, եթե ինձ Տեր եք կոչում, ավելի ճիշտ այսպես է գրած, ինչու եք ինձ Տեր կոչում, բայց չեք անում այն, ինչ պատվիրում եմ։ Հիմա հայտնվում են մարդիկ, որոնք Քրիստոսին այնպես են ներկայացնում, որ ինքը ձեզանից բան չի պահանջում։ Ինչ վատ Քրիստոս է։ Եկեք այս Քրիստոսին պաշտենք, այն Քրիստոսը մեզանից ասում է մեղք մի գործիր, արյուն թափելու չափ պայքարի մեղքի դեմ, մեկտեղ հավաքվելը չթողնես, մյուսներին ավետարանի վկայի քո կյանքում ինչ եմ արել, քեզանից բաներ է պահանջում, որ պիտի ջանք անես, որ սրանք քեզ պիտի նեղություն տաս, քեզանից բաներ կա պիտի կտրես հանես, որ անում ես, էլ չպիտի անես, որ չես անում պիտի անես, որոշակի բաներ, որ Տերն է ուզում։ Դրա համար մարդիկ կթողնեն ողջամիտ վարդապետությունը, ճշմարտությունը կթողնեն եւ կգնան առասպելների հետևից, իրենց ականջները իրենց հաճելի Քրիստոսին կտան։ Եվ կմոլորվեն, եւ կկործանվեն։ Գանք հինդուիզմին, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, ես էլ գրեթե ժամանակից կեսը արդեն սպառեցի, արագ անդրադառնամ այս կրոններին։ Հինդուիզմ։ Հինդուիզմը աշխարհի հնագույն կրոններից մեկն է, երբ որ ուսումնասիրում էի, իրենք ընդունում են Քրիստոսին, շատ զարմանալի է, որ ընդունում են որպես Աստված։ Բայց իրանց համար, երբ որ կարդացի իրենց ճակերտավոր սուրբ գրքից, դե իրանց համար դա իրենց սուրբ գիրքն է, այնտեղ իրենց աստվածներից մեկը, որը մարմնով աշխարհ է եկել, ասում է, որ բոլոր կրոնները, ինչ Աստված որ պաշտում են, դա ես եմ։ Պատկերացրեք հինդուիզմի գաղափարախոսությունը։ Այնտեղ գրած էր, ես կարդացի, ավելի ճիշտ կարդացի մեջբերումը, ոչ թե իրենց գիրքն եմ կարդացել, այլ գրքից մեջբերումը գլխով, համարով, տեղով, ասում է, ով ինչ Աստված պաշտում է, դա ինձ է պաշտում։ Եվ իրանք խնդիր չունեն, եթե դու գնաս Հնդկաստան, ասես Քրիստոսն Աստված է, իրանք կասեն, խնդրեմ, մենք միլիոն Աստված ենք պաշտում, թող միլիոն մեկ լինի, ոչ մի խնդիր։ Եվ իրենք ընդունում են Քրիստոսին, որպես իրենց աստվածներից հերթականի մարմնավորումը։
եւ հիանում են Քրիստոսի ուսուցումներով, հատկապես Լեռան քարոզով։ Ես ծանոթներ ունեմ, բարեկամներ, որոնք հարել են հինդուիզմին, եւ երբ որ զրուցում ենք, իրանք ասում են մեծագույն քարոզներից մեկն է Լեռան քարոզը։ Եվ ես հիշում եմ տարիներ առաջ, երևի թե 14-13 տարի առաջ, երբ որ այդ զրույցը ունեցանք, ես նոր էի ապաշխարել, ես ասեցի, իսկ ինչ կասեք Հովանու 14-ի մասին, չէ՞ որ դուք Քրիստոսի մասին գիտեք Աստվածաշնչից, ինչպես է հնարավոր մի մասը ընդունել եւ մի մասը չընդունել։ Հովանու 14:6-9 խոսքերը, Հիսուսը նրան ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը, ոչ ոք հոր մոտ չի գա, եթե ոչ իմ միջոցով։ Եթե ինձ ճանաչեիք, իմ հորն էլ ճանաչած կլինեիք, բայց այսուհետև ճանաչեցիք նրան եւ տեսաք»։ Փիլիպոսը նրան ասաց. «Տեր, ցույց տուր մեզ հորը, եւ դա մեզ բավական է»։ Հիսուսը ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ եւ ինձ չճանաչեցիր, Փիլիպոս»։ Ինչ է ասում այս հատվածը։ Աստված մարմնով եկել էր։ Մեկ Աստված կա։ Ոչ թե բոլոր աշխարհի կուռքերն ու աստվածները, նույն, գիտեք, հիմա շատ տարածված է էկումենիզմը եւ ցավոք սրտի քրիստոնեական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներից ոմանք նույնպես ասում են, որ բոլոր կրոններն էլ նույն Աստծուն են պաշտում։ Չգիտես ինչու Քրիստոս ասում էր, որ ոչ ուրիշ ճանապարհ չկա, ես եմ միակ ճանապարհը, ուրիշ ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Այսինքն Քրիստոսին ընդունում են, բայց ուրիշ Քրիստոս են ներկայացնում։ Ուրիշ տեղից Քրիստոսի մասին չգիտեն, Աստվածաշնչից գիտեն։ Եվ Աստվածաշնչի մի մասը ասում են այո, լավն է, մյուս մասը ասում են ոչ, լավը չի։ Այդպես չի լինում։ Եթե դուք այս աղբյուրը վստահելի եք համարում, ուրեմն վստահելի է, եթե վստահելի չի, ուրեմն վստահելի չի։ Ինչպես եք Լեռան քարոզով հիանում, բայց մեկ այլ ուսուցումով ասում եք ոչ, դա ճշմարիտ չի։ Հասկանում եք, որ արդար չի այս մոտեցում, այսինքն մարդիկ ընտրովի են Քրիստոսին ընդունում։ Այն խոսքերը, որ Քրիստոս դեմ է վերամարմնավորմանը, չկա այդպիսի բան։ Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել եւ դրանից հետո դատաստան։ Իրենք հավատում են անընդհատ ծնվելու, մահանալու շրջաններին։ Դրախտի դժոխքի, փրկության ուսմունքներին, որի մասին խոսում էր Քրիստոս, մերժում են։ Եվ շատ նման է հինդուիզմին նաև բուդդիզմի մոտեցումը, որովհետև բուդդիզմը հինդուիզմից է առաջացել, բայց բուդդիզմը տարօրինակ կրոն է, ինքը չի ընդունում Աստծո գաղափարը։ Չի ընդունում Աստծո գաղափարը, բայց ընդունում է Քրիստոսին որպես մարդկության պատմության մեծագույն անձերից մեկը։ Գիտեք այս առասպելը, ձեր ականջը առասպելների չտակ, հիշեք։ Բուդդիզմն է հորինել, բուդդիզմը մոդայի կա դարձել, ես ասացի, որ իմ մաշկի վրա զգացել եմ դա, մոդա էր այն ժամանակ, երբ որ ես շատ երիտասարդ էի, եւ կարծում եմ հիմա էլ յոգաները մոդայիկ են, ինչպես, ինչ ասեմ, ոնց որ բրենդային հագուստը, այդպես ինքը սկզբից մոդայիկ է, հետո հասկանում ես, որ ծխելու պես արդեն քեզ վարակել է ինքը։ Դեք ոնց է մարդը ծխող դառնում։ Սկզբից դա ուղղակի ձև է, ոչ մի հաճելի բան չկա այդ ծուխի մեջ, ուղղակի ընդունված մի բան է, որ մարդը անում է դա, հետո արդեն ուզում է դրանից ազատվի ու չի կարողանում, այդ բուդդիզմը նմանատիպ մի բան է, որ մոդայիկ է, հետո արդեն ուզում ես դուրս գաս, բայց ինքը քո այստեղը լցրել է, փառք Աստծուն, որ մեկ-մեկ ասում են ձեր ուղեղները լվացել են, բացասական իմաստով, ես դրական իմաստով ասեմ, քրիստոնեությունը իմ ուղեղը լվացել է բուդդիզմից եւ ճշմարիտ մաքուր ողջամիտ հավատքա տվել միակ ճշմարիտ Աստծո հանդեպ եւ միակ փրկության ճանապարհի միակ անունի հանդեպ, որով հնարավոր է փրկություն։ Տիբեթում ուսումնառած, 12 տարեկանից մինչև 30-ը Տիբեթում է եղել, բուդդիստները հավատում են, որ Հիսուսը եկել է Հնդկաստան, այնտեղ մարդկանց բժշկել է, բարություն արել եւ այլն։ Որտեղից այս առասպելը։
Հիմա երբ որ ասում ես ինչ փաստ կա, ասում ես բա ինչ ա արել։ Հասկանում եք, դա հիմնավորում չի, բա ինչ ա արել։ Հյուսն ա եղել, բոլոր իրան ճանաչում էին։ Երբ որ ինքը սկսեց քարոզել, ասում էին Հյուսնն ա, Հովսեփի որդին, Մարիամի եւ Հովսեփի։ Այսինքն աշխատել է, այնտեղ ալ եղել, հասարակ կյանքով ապրել։ Մինչև որ Աստված ասեց ժամանակն ա քո ծառայության։ Իրենք մերժում են Աստծու անձնավորություն լինելու գաղափարը։ Հատկապես, երբ որ Հիսուսն ասում է, որ Աստված իմ հայրն է, երբ որ Հիսուսը խոսում է, էլի ինտրովի մոտեցում։ Բարությունը ընդունում ենք, այո, պետք է օգնել, այո, թշնամու սիրելու գաղափարը շատ մոտ է բուդդիստների սրտին։ Իրականում իրանք շատ բարի մարդիկ են, եթե իրական բուդդիստը ինքը բարի, բուդդիստը պիտի լինի լուսավորված եւ իրանք ասում էին Քրիստոսը ամենալավ բուդդիստն է եղել։ Եվ այս էլ է ծուղակ, որ հանկարծ բարության ծուղակը չընկնեք։ Այսինքն այդ մարդիկ, որ բարի են, չի նշանակում բարությունը փրկության չափանիշը։ Փրկությունը ներումով է, մեղքերի ներումով։ Բուդդիստները ընդհանրապես մերժում են մեղքի գաղափարը։ Պատկերացնում եք, Քրիստոսին ընդունում են որպես մեծագույն պատմության ընթացքի վրա ազդեցություն թողած մեծագույն անձնավորություններից մեկը, բայց Քրիստոսի ամբողջ ուսուցումը մեղքի դեմ պայքարի մասին է։ Մեղքի ինչու հրեշտակը եկավ, ասեց Հովսեփին քո որդու անունը Հիսուս կդնես, որովհետև նա իր ժողովրդին կազատի իրենց մեղքերից։ Իրանք մերժում են, ասում են մեղքի ինչ է, իրանք չեն էլ հասկանում մեղք գաղափարը։ Մեղքի գաղափարը չկա բուդդիզմում։ Էլուր մնաց ներման գաղափարը։ Ինչպես կարող եք ընդունել Հիսուսին։ Սա ուրիշ Հիսուս է, որ բուդդիստները ներկայացնում են։ Եվ բնականաբար չեն ընդունում նաև քավությունը, չեն ընդունում հարությունը։ Գանք իսլամին, ավելի շատ տեղեկություններ ունենք, ավելի ճիշտ այսպես ասեմ, քանի որ հենց այն ինչ որ նշեցի բուդդիզմի եւ հինդուիզմի մասին, դա ժամանակակից մոտեցումն է, որովհետեւ իրենք որպես կրոններ առաջացել են Քրիստոսից առաջ։ Իսլամը որպես կրոն ձևավորվել է Քրիստոսից հետո, եւ իսլամի Սուրբ գրքի մեջ, Ղուրանի մեջ հատուկ նշում կա Քրիստոսի մասին։ Իրենք ընդունում են Քրիստոսին որպես մեծագույն մարգարեներից մեկը, Իսա։ Եվ Ղուրանի մի քանի գլուխներ նվիրված են Հիսուսին եւ նրա մայր Մարիամին։ Շատ հետաքրքրական է, որ ընդունում են կույսից ծնված լինելը, բայց մերժում են որպես Աստված կամ որպես Աստծու որդի լինել։ Այսինքն մի փոքր այսպես տրամաբանական հակասություն կա։ Օրինակ Մուհամեդի մոր մասին այդքան գրված չի Ղուրանում, ինչքան, այսինքն ընդհանրապես գրված չի, Մարիամի մասին բավականին տեղեկություններ կան եւ այդ հրաշքը, որ առանց տղամարդու կույսը հղիացավ, ասում են, որ Աստված արել է այդ հրաշքը Հիսուսի պարագայում։ Բայց Մուհամեդը սովորական ծնվել է, սովորական մահացել։ Բայց Մուհամեդին ավելի բարձր մարգարե են տեսնում, քան Հիսուսին։ Մերժում են խաչելությունը, իսլամում էլ ճյուղավորումներ կա, որոնք ոմանք ասում են, որ չի խաչվել, ոմանք ասում են խաչվել է, բայց դա պատրանք է եղել, իրականում դա տեղի չի ունեցել, մարդկանց աչքերը ուղղակի տեսել են դա, բայց դա իրական չի եղել, Հիսուսը չի խաչվել, ուղղություն կա, որ ասում են ավելի շատ շեղված ուղղություն է, իրանց մոտ էլ է շեղված ուղղություն, ասում են Հուդան է խաչվել իր փոխարեն, այդպես էլի ուղղություն կա, որ կրկին ասում է թողել է այդտեղից գնացել է Հնդկաստանը ապրել, մի խոսքով մերժում են խաչելությունը եւ մերժում են հարությունը, բնականաբար։ Ընդունում են մարդկանց հանդեպ կարեկցանքի եւ միակ ճշմարիտ Աստծո առջև արդարության կյանք ապրելու նրա քարոզները, հավատում են Տեր Հիսուսի գործած հրաշքներին, որ նա հրաշքներ է գործել Աստծո զորությամբ, սպասում են, շատ հետաքրքիր է սա, սպասում են Հիսուսի վերադարձին, դատաստանի օրը, որի ժամանակ նա կործանելու է սուտ Մեսիային,
Սուտ Քրիստոսին, այսպես ասեմ, եւ երկրի վրա արդարություն ու խաղաղությունը հաստատելու։ Արդեն ասացի, որ ընդունում են որպես իսլամի մեծագույն մարգարեներից մեկը, եւ շատ տարօրինակ է, որ բացի այն, որ ընդունում են հրաշքներն ու բժշկությունները, ընդունում են նաեւ, որ համբարձվել է երկինք։ Հիմա իսլամի ներկայացրած Հիսուսը արդեն տեսանք, որ Աստվածաշնչի ներկայացրած Հիսուսը չի։ Եվ պիտի շատ ուշադիր լինենք, որքան էլ իսլամի կարգապահությունը, այսինքն կարանք վերցնենք օրինակ, մենք էլ լինենք կարգապահ հավատացյալներ, կամ իրենց ազնվությունը, որ իրականում ազնիվ կյանքով են ապրում, շատ ոչ են մոլերանտները կամ այնտեղ էլ տարբեր ասեցի ուղղություններ կան, բայց ոչ ազնվությունը, ինչպես բուդդիստների բարությունը մեզ չպիտի կարողանա ծուղակը գցել, որ մենք ուրիշ Հիսուս պաշտենք, այնպես էլ իսլամի կարգապահությունն ու ազնվությունը, եթե մենք հանդիպենք այսպես ազնիվ բարի մարդկանց, ազնիվ բարի մարդիկ ամեն տեղ կան, վկաների մեջ էլ կան, մորմոնների մեջ էլ կան, իմ ճանաչած, ես որ աշխատել եմ միջազգային կառույցներում, ամենաբարի ազնիվ մարդկանցից մեկը մորմոն էր, հրաշալի անձնավորություն, ես մի անգամ իր հետ զրույց ունեցա, այնքան լավն էր, ինքն էլ սենց սպիտակ տարիքով պապիկ էր, սպիտակ մուրուքով, ոնց որ, չգիտեմ, իր դեմքից բարություն էր, ուղղակի սենց ճառագում, այնքան ցավում էր իմ սիրտը, ես էլ նոր ապաշխարած էի, այնքան ցավում էր իմ սիրտը, որ այս մարդը ուրիշ Հիսուս է պաշտում։ Ու զրույց ունեցա, իհարկե ինքնից չլսեց, բայց ես հիշում եմ իմ տպավորությունները, մանրամասն չեմ հիշում կրկին մի 2003 կամ 4 թվականներին ա եղել այդ զրույցը, հիշում եմ իմ ցավը, ես այդ մարդուն այնքան ափսոսանք ունեի, որ ինքը կործանվելի է։ Եվ հիշում եմ, որ զգուշացրի, ասեցի, սխալ է, բայց ինքը պատկերացնում եք տարիքով մարդ ամբողջ կյանքը այդ հավատքի մեջ, այսպես ժպտաց, հրավիրել էր իրենց տուն այդ հնդկահավ այդ օրներ, այո, հնդկահավի օրներ, ասաց ավելի լավ է հնդկահավ ուտենք, բայց ցավալի է, դրա համար Տեր Հիսուսը ասեց գնացեք իմ աշակերտներ, գնացեք մինչև աշխարհի ծայրերը, Աստված իրանց էլ է սիրում, հինդուիստներին էլ, բուդդիստներին էլ, մուսուլմաններին էլ սիրում է եւ իր աշակերտներին ուղարկեց ամենադժվար վայրերը, ասեց գնացեք իմ ավետարանը քարոզեք, բարի լուրը, որ ես խաչվել եմ մարդկանց մեղքերի համար։ Եվ ուրիշ Հիսուս, ուրիշ Քրիստոս, ինչքան էլ գեղեցիկ ներկայացվի, ինչքան էլ գրավիչ լինի, միայն քրիստոնեության Քրիստոսն է, որ վճարել է մարդկանց մեղքերի համար։ Եթե ուշադիր եղաք, ոչ մեկը չի ընդունում Աստծու մարմնով աշխարհ գալու եւ մեր մեղքերի համար խաչի չարչարանքներով իր կյանքով վճարելու փաստը։ Իրանք մերժում են դա, որտեղ մեղքի գաղափարը, դրախտի դժոխքի գաղափարը ոմանք Աստծու մարմնացյալ գաղափարը մերժում են եւ խաչը ամենակարևորը, խաչը հանում են արանքից, որովհետեւ սատանան, հիշում եք, չէ, Պողոս առաքյալը ասում էր վախենում եմ, որ ինչպես օձը խաբեց Եվային, այնպես դուք Քրիստոսի հանդեպ այդ պարզ հավատքից շեղվեք, այդ վախենալու է, որովհետև հենց Քրիստոսի խաչը հանեցինք, կորցնում ենք փրկությունը, չկա փրկություն առանց խաչի, չկա փրկություն առանց մեղքերի ներման, չկա մեղքերի ներում առանց քավության, չկա քավություն առանց Գողգոթայի զոհի։ Եվ քո կյանքում դա չի գործի, եթե դու քո ամբողջ սրտով չհավատաս Տեր Հիսուս Քրիստոսին, որ Աստվածաշունչն է ներկայացնում։ Գանք հուդայականությանը շատ հետաքրքրական է հուդայականության մոտեցումը, իրանք չեն մերժում Քրիստոսին, հուդայականությունը հրեաների կրոնն է։
Իրենք չեն մերժում Քրիստոսին որպես պատմական անձնավորություն։ Երբեք, անգամ հաստատում են, որ այդպիսի անձ եղել է, ապրել է, ուղղակի ներկայացնում են, որ ինքը եղել է սուտ Մեսիա։ Անգամ իրենց գրվածքներում կա, որ աշակերտները ասել են, որ հարություն առել խաչելությունից հետո։ Խաչելության փաստնել են ընդունում, բայց չեն ընդունում Քրիստոս լինելը, Մեսիա լինելը, սպասված Մեսիան։ Իրանք սպասում են Մեսիայի առաջին գալուստին։ Գիտեք Աստվածաշնչում ինչա գրված հրեաների մասին, որ Քրիստոս երկրորդ անգամ եկավ, ամբողջ հրեաները մեծ ապաշխարություն են ապրելու, ողբա լինելու, որտեղ հասկանալու են, որ խաչել են մեկին, ում սպասել են երկար ժամանակ։ Եվ ինքը որ եկավ, արդեն գալու է որպես թագավոր հաղթանակած, դատավոր է գալու։ Եվ մեծ ողբա լինելու ասելու են, ինչպես ենք մենք հավատացել այն ստին, որ մեր հայրերը գրել են։ Եվ իրենք իրականում գրել են այն, ինչ որ Աստվածաշունչը ասում է, որ գնացին, փող տվեցին, հիշում եք Պիղատոսին, ասեցին, չգիտեմ, գրված չի փող տվեցին, բայց զինվորներին ասեցին, զինվորները տեսել էին հարությունը, զինվորները ականատես էին եղել, եւ երբ որ փող առաջարկեցին զինվորներին, զինվորները ասեցին մեզ, եթե մենք ասենք քնած ենք եղել եւ աշակերտները գողացել են, դա մեր մահապատիժն է։ Այդպես էր հռոմեական օրենքը։ Եթե զինվորը պոստին քնում էր, մահապատիժ էր։ Չկար 15 օր կալանք, 3 ամիս կալանք, մահապատիժ։ Եվ դրա համար զինվորները ասեցին, դուք մեզ փող չեք կարա մեզ առաջարկեք, ինչքան փող տաք, որ մենք մեր կյանքը տանք։ Չկա այդպիսի բան։ Եվ ասեցին, դուք մի անհանգստացեք, մենք Պիղատոսի հետ կխոսենք։ Եվ այդպես էլ գրված է, աշակերտները եկան ու գողացան։ Աշակերտները, որոնք վախից փակված էին մի սենյակում, հրեաների վախից, եկան մի լեգիոն, որ հսկում էր գերեզմանը, որ ոչ ոք չգողանա, որովհետև Հիսուս ասել էր, եթե ես հարություն չառա, ուրեմն ամեն ինչ որ ասել եմ սուտ է։ Իրանք հսկում էին ու այդ վախվորած աշակերտները եկան հռոմեացիներից այնպես գողացան, որ չզգացին։ Չի լինում այդպես, բայց իրենք սրան են հավատում։ Եվ սպասում են Մեսիայի գալուստին։ Բնականաբար չեն ընդունում հարությունը։ Ասեցի արդեն, որ չեն մերժում պատմական Հիսուսի գաղափարը։ Իրենց ավանդություններում գրված է անգամ Հիսուսի հրաշքների մասին, որ այսպիսի մարդ է եղել եւ հրաշքներ է գործել, բժշկություններ է արել, բայց կողքը գրում են, որ այս հրաշքներով ու բժշկություններով շատերին մոլորեցրել է։ Չեն ընդունում Քրիստոսի ուսուցումը, բնականաբար չեն ընդունում քրիստոնեությունը եւ չեն ընդունում նոր կտակարանը։ Հիմա գանք Տեր Հիսուսի խոսքերին եւ դրանով ավարտենք դասը։ Մի քանի հատված ընթերցեմ։ Հովհաննես ավետարան 10-րդ գլուխ, որպեսզի մեր մեջ հաստատվի Աստվածաշնչյան Քրիստոսի խոսքերը։ Հովհաննես 10-րդ գլուխ 7-ից 18 խոսքերը։ Հիսուսը դարձյալ ասաց նրանց. ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, ես եմ ոչխարների դուռը։ Հիմա ուշադիր լսեք։ Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ են եկել, գողեր ու ավազակներ են։ Ուստի ոչխարները նրանց չեն լսել։ Ես եմ դուռը։ Եթե մեկը իմ միջով ներս մտնի, կփրկվի, կմտնի, կելնի եւ արոտ կգտնի։ Ես եմ դուռը, ուրիշ դուռ չկա։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու, ոչնչացնելու համար, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Բոլոր նրանք, ովքեր ինձանից առաջ եկել են, ինչ ուսմունքներ են տվել։ Իրանց նպատակը կործանելն է։ Տարբեր կրոններ, տարբեր աստվածներ, տարբեր փիլիսոփայություններ, իրանց նպատակը մի բանն է, որ քո միտքը զբաղված լինի, որ այստեղ չգա Քրիստոսի ավետարանի պայծառ լույսը, գրված է սատանան կուրացրեց մարդկանց աչքերը, որ աչքերը չի գրված, սրտերն է գրված, կուրացրեց մարդկանց սրտերը, որ նրանց վրա չծագի Քրիստոսի ավետարանի պայծառ լույսավորությունը։
Եվ բոլոր կրոնները խաբում են, որ մարդը գնա դատաստանի առաջ կանգնի, ասի ես հավատարիմ Կրիշնայիտ եմ եղել, ես հավատարիմ բուդդիստ եմ եղել, ես հավատարիմ մուսուլման եմ եղել, բոլորը ինչ որ մեր Սուրբ Գիրքն ասում էր արել եմ։ Եվ դատաստանի օրը այնտեղ Քրիստոս կանգնի ու ասի ես ասել եմ, որ միայն ինձանով է փրկությունը։ Չկա ուրիշ դուռ, չկա ուրիշ ճանապարհ։ Ոչ ոք հոր մոտ չի գնա, եթե ոչ ինձանով։ Եվ ես ասել եմ, իմ խոսքերն են ձեզ դատելու։ Անկամ ես չեմ դատելու, իմ խոսքերը։ Հավատք ունեցաք իմ խոսքերի հանդեպ կփրկվեք։ Եվ հիմա ես գիտեմ, որ ինձ լսողների մեծամասնությունը, թե այստեղ 100% նայողների մեջ մեծամասնությունը քրիստոնյաներ են։ Քրիստոնյաներ, ձեր քրիստոնյա կոչվելով չկա փրկություն։ Քրիստոսի խոսքերն են դատելու։ Եվ ասում է, դատաստանը առաջ իմ տնից եմ սկսելու։ Ինչ կշիռ ունի Քրիստոսի ուսուցումը քո կյանքում։ Հավատում ես նրա ուսուցումներին, հավատում ես նրա արած գործին։ Ինչ Քրիստոսի ես հավատում, հավատում ես Աստվածաշնչի Քրիստոսին, ունես փրկություն, որտեղ փրկությունը հավատքով է։ Ականջդ տվել ես առասպելներին, իմ տատին էսպես էր ասում, մեր ավանդությունը էսպես է սովորեցնում։ Ես հավատում եմ, որ ինչ մեղքել գործեմ Քրիստոսի ինձ կների, ինքը բարի է։ Հավատում ես, որ ասում էր, եթե ապաշխարեք կներվի, եթե չապաշխարեք ձեր մեղքերի մեջ կմեռնեք։ Հավատում ես Քրիստոսի խոսքերին, պիտի կարդաս, որ հավատաս։ Ուրիշ Հիսուսի հավատացիր կկործանվես։ Մեկ Հիսուս կա, մեկ փրկիչ, մեկ անուն։ Գողը գալիս է միայն գողանալու, մորթելու եւ ոչնչացնելու, սակայն ես եկա, որ իմ ոչխարները կյանք ունենան եւ առատ կյանք։ Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքը տալիս է իր ոչխարների համար։ Ոչ մի ուրիշ կրոնի մեջ, ոչ մի ուրիշ առաջնորդ իր կյանքը չի դրել իր հետևորդների համար։ Բայց վարձկանը, որ հովիվ չէ եւ ոչխարներն էլ իրենը չեն, երբ տեսնում է, որ գայլը գալիս է, թողնում է ոչխարներին ու փախչում, եւ գայլը հափշտակում է նրանց ու ցրում։ Իսկ վարձկանը փախչում է, որովհետեւ վարձկան է, որովհետեւ ոչխարներին հոգ չի տանում։ Ես եմ բարի հովիվը եւ ես ճանաչում եմ իմ ոչխարներին եւ նրանք էլ ճանաչում են ինձ։ Ինչպես հայրն է ինձ ճանաչում, ես էլ ճանաչում եմ հորը եւ իմ կյանքը տալիս եմ ոչխարների համար։ Իսկ ուրիշ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախիչ չեն։ Նրանց եւս պետք է առաջնորդեմ եւ իմ ձայնը կլսեն եւ կդառնան մեկ հոտ, մեկ հովիվով։ Եվ սա հրեաներին էր խոսում եւ ասում էր ուրիշ հոտ էլ ունեմ, ուրիշ ազգերից, որ հավաքելու եմ մեկ հոտա լինելու, մեկ հովիվով։ Իմ հայրն ինձ սիրում է այն բանի համար, որ ես իմ կյանքը տալիս եմ, որպեսզի այն վերստին ստանամ։ Այն ինձանից ոչ ոք չի վերցնում, այլ ես ինքս եմ այն տալիս։ Ես իշխանություն ունեմ այն տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն վերցնելու։ Ես այս պատվերն եմ հորից ստացել։ Սիրելիներ, էլի համարներ կա, բայց ժամանակս լրացավ, չեմ ուզում երկար խոսել։ Առաջարկում եմ կանգնենք աղոթքի եւ գոհանանք Աստծուց, որովհետեւ շատերը հնարավորություն չունեն այսպիսի ուսուցումներ լսելու։ Եվ ես շատ կուզեմ, որ կհորդորեմ, որ դուք տարածեք այս ուսուցումը, որ մարդիկ զգուշանան այլ կրոններից, ուղակներից, հատկապես դրսում ապրողներին։ Շատ հորդորում եմ, որ դուք ամրանաք հավատքի մեջ, որպեսզի կարողանաք նաև փրկության առաջնորդել այլ կրոնների մարդկանց եւ նաև մշակութային քրիստոնեություն ապրողներին, որտեղ կապ չունի։ Եթե չկա կենթանի հավատք, ուրեմն կա հավիտենական տանջանք։ Պիտի հավատք լինի Քրիստոսի հանդեպ, կենթանի հավատք, հնազանդության հավատք, որ լինի փրկություն։ Տեր, շնորհակալ ենք քեզնից եւ աղոթում ենք, որ այս ուսուցումը շատ մարդկանց պահի գայթակղություններից, պահի մոլորություններից, անգամ եթե մարդիկ կան, որ հրապուրվել են այլ կրոններով կամ երկար տարիներ, ինչպես իմ հարազատներից ոմանք տարվել են եւ այդ թանկ մարդիկ, Տեր, իմ սիրտը ցավում է, որ իրենք կործանում են գնում եւ խնդրում եմ քեզ, որ միջամտես, Տեր, դու գերբնական կերպով հայտնվես եւ
ցույց տաս փրկության միակ ճանապարհը, Տեր, ուրիշ անուն չկա, իրապես ուրիշ անուն չկա, որով հնարավոր է փրկվել։ Դու ես միակ փրկիչը, որ վճարել ես մեր մեղքերի համար, քո կյանքն ես դրել, որպեսզի քո հոտը փրկություն ունենա։ Դու ես միակ ճանապարհը, դու ես միակ դուռը, դու ես ճշմարտությունը եւ կյանքը, եւ քեզանից դուրս կյանք գոյություն չունի։ Օգնիր, որ հավատարիմ մնանք քեզ եւ շատերի փրկության պատճառ դառնանք մեր ապրած կյանքով եւ մեր դավանած ճշմարտություններով։ Քեզ ենք տալիս ողջ փառքը, պատիվն ու մեծարանքը Հիսուս Քրիստոսի անունով։